մեդիա հաբ լրատվամիջոցից Տիկին Ավանեսյան վերջերս շատ են, արդեն նորից ապահովագրության թեմային անդրադառնանք, շատ են խոսում այդ համավճարի հետ կապված խնդիրների, ասում են, որ մինչև ընտրությունները նման բարդություններ չկան, ամեն ինչ հարթեր ընթանում եւ ընտրություններից հետո մարդիկ փաստի առաջ են կանգնում, որովհետեւ ստիպված են լինում համավճարի շրջանակներում նաեւ իրենց գրպանից վճարել, մասնավորապես նաեւ երեխաների, բուժօգնության, պոլիկլինիկաներ դիմելու եւ խորհրդատվության համար։ Տեսեք, հարգելի գործընկերներ, որևէ բան չի փոխվել առողջության ապահովագրության թե փաթեթի, թե համավճարների առումով, եւ ինչպես մինչեւ ընտրություններն էին համավճարներ կիրառվում որոշ ուղղություններով եւ որոշ բժշկական կենտրոնների կողմից, որովհետեւ համավճարը թույլատրելի սահմանաչափ է, որի շրջանակներում կարող է ապահովագրությանը հավելյալ գումարներ գանձվել, այսինքն այն ոչ պարտադիր է, ոչ սահմանված է, այլ ուղղակի տրված է առավելագույն հնարավոր չափը, որի շրջանակներում, օրինակ, մասնագետը կարող է հավելյալ գանձում իրականացնել եւ այս կարգավորումը հունվարի 1-ից գործել է, այստեղ որևէ շահարկման թեմա չի կարող լինել։ Ինչ վերաբերում է հավելյալ խորհրդատվությունների քանակի առումով, մենք բոլորս հասկանում ենք, որ փաթեթը ապահովագրական ունի կոնկրետ շրջանակներ եւ եթե մենք չունենանք այդ կոնկրետ շրջանակները, կհայտնվենք մի իրավիճակում, երբ որ կխոստանանք ամեն ինչ, բայց չենք կարողանա տրամադրել իրականում այն, ինչ խոսք ենք տվել, ինչը տարիներով 90-ական թվականներից սկսած առողջապահության ոլորտում կարծես թե նման վարքագիծ եղել է։ Տեսեք, մենք ասում ենք, որ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում անձը ունի մեկ մասնագետի կողմից, մեկ ուղղությամբ, երկու խորհրդատվության հնարավոր այս փաթեթի շրջանակներում։ Գուցե դրանից հավելյալ ծառայությունների կարիքը կա, բայց մենք շատ ազնիվ ենք մեր խոստմանը եւ ասում ենք, որ մեր փաթեթը իր 129,600 դրամի շրջանակներում կարող է մատուցել այսքան ծավալի բուժօգնություն։ Եվ այս նաև բարեփոխումը ներդնելու հիմնական նպատակը եղել է ոչ թե փակել ամբողջ կարիքը առողջապահական, այլ բոլորին ընդգրկելով սահմանված շրջանակում ամենակարևոր եւ անհրաժեշտ կյանք փրկող, հաշմանդամությունը կրճատող, մարդկանց կյանքի որակը բարելավող ծառայությունները ներառել իրական փաթեթի մեջ, որը կունենա ակտուարական հաշվարկ եւ կլինի սահմանված շրջանակներից ոչ դուրս, որպեսզի չհայտնվենք մի իրավիճակում, որ օրինակ չկարողանանք փակել ծախսերը մեր, սա է խնդիրը։ Այսինքն Տիկին Ավանեսյան մարդկանց մոտ ջուր կարծիք է ձևավորվել, որ բժշկությունը մասնավորապես մինչև 18 տարեկանների եւ թոշակառուների համար անվճար է։ Մարդիկ այդպես են մտածում, իրականում այդ ապահովագրությունը այնքան էլ անվճար չէ, այնքան էլ այդպես չէ, այդպես է ստացվում։ Տեսեք, դուք օգտագործում եք մի եզրույթ, որը չի եղել, առողջապահությունը անվճար չի եղել, ոչ պետվատվերի ժամանակ, ոչ այսօր, ոչ էլ լինելու է ընդհանուր առողջապահությունը։ Մենք ասում ենք, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը ունի կոնկրետ շրջանակ ծառայությունների, որոնք անվճար են, որոնք համավճարով են եւ որոնք ունեն քանակային սահմանափակում։ Այո, սա է կարևորը։ Մենք միշտ ազնիվ ենք մեր քաղաքացիների հետ։ Մենք երբեք չենք ասել, որ որևէ բան Հայաստանում դարձել է անվճար։ Առողջապահությունը կլինի կամ այլ ընդհանուր համակարգերը։ Ունենք կոնկրետ շրջանակ եւ այդ շրջանակը այս տարիներին ոչ թե բազմապատկվել է, այլ տրամագծորեն փոխվել է ամբողջ բովանդակությունը եւ միայն դեղորայքի մասով ասեմ, պետական պատվերի շրջանակներում մենք փոխհատուցում էինք ընդամենը 500 անվանում դեղ։ Այսօր ապահովագրության շրջանակներում 1200 անվանում դեղ ենք փոխհատուցում։ Արդյոք Հայաստանում արկա 3000-ից ավելը անվճար է։ Ոչ, բայց այս 1200-ը եւ տեսեք պրոգրեսը 1200-ը մեծ մասը անվճար են, որոշ բրենդային դեղեր համավճարով են։ Սա է դրա։ Ավանեսյան, լավ է, որ խոսեցիք անվճար դեղերից, կոնկրետ ես գիտեմ թոշակառու կանանց, որոնք քրոնիկ հիվանդություններ ունեն եւ նրանք նախընտրում են գնան իրենց ստացած գումարով գնեն այդ դեղերը, քան թե ամեն անգամ գնան թերապևտի մոտ, հերթ կանգնեն պոլիկլինիկաներում, այսինքն իրենք ասում են, որ համակարգը մեզ համար հաշվի առնելով տարիքը, հիվանդությունները, խնդիրները, հավեսը վերջին հաշվով, ասում են բավականին բարդացած է եւ շատերը չեն էլ օգտվում, կոնկրետ իմ ճանաչած մարդիկ չեն օգտվում, նախընտրում են գնան դեղատնից իրենց գումարով գնեն։
Երևի ձեր ճանաչած մարդիկ կարիքը չունեն առողջապահական համակարգի, նաև այնքան ֆինանսական միջոցներ ունեն, որ կարիքը չունեն։ Հիմա ես ձեզ ասեմ, թե ովքեր են օգտվում։ 100 հազարավոր քաղաքացիներ են օգտվում։ 100 հազարավոր քաղաքացիներ։ Առողջապահական համակարգում ապահովագրության որպես շահառու մենք արդեն 1.600.000 հոգուց ավել քաղաքացի ունենք։ Նրանց մեկ երրորդն է միայն, որ դեռ որևէ ծառայության չի դիմել։ 2/3-ը ինչ որ ձևաչափով դիմել է ծառայություն ստացել։ Հիմա Պարզեցվի այդ համակարգը։ Հարգելիներս, այդպես չի կարող լինել։ Կարող է պահանջենք այնքան պարզեցվի, որ մարդը ինքը որոշի ինչ բուժօգնություն ստանա, ինչ Դրա մասին չէ խոսքը, դեղորայքը ստանալու մասին է, որպեսզի կարողանան ստանալ։ նշանակի, ինչպես մենք իմանանք, Եթե քրոնիկ հիվանդներ են, մշտապես նույն տեղերից են։ առանձին է կարգավորվում։ Թերապևտը մեկ անգամ նշանակում է, դրանից հետո 3 ամսվա դեղորայքը մենք տրամադրում ենք 3 ամիս, բայց որոշ քրոնիկ վիճակներ կան, որոնք 3 ամիսը մեկ անգամ կարիքը կա բժշկի խորհրդատվության, այցի եւ սա էլ պիտի մենք հետևենք, որտեվ այստեղ էլ պիտի ցուցումներին նայենք, ինչ է բժշկագիտությունը ասում։ Կան դեղորայք, որոնք ավելի երկար ժամկետով էլ կարող ենք դուրս գրել եւ դրանք էլ են փոխվել։ Այստեղ համակարգից օգտվելու հեշտության առումով իհարկե կան աշխատանքներ, որ մեր առաջիկա անելիքներն են։ Մենք չենք ասում, որ համակարգը բոլոր հանգամանքները հաշվի։ Իհարկե, ամենևին։ Եվ առաջիկա իմ այցերի նաեւ նպատակն է լինելու հասկանալ, որ process-ներն են, որոնք ավելորդ են, որ գործողություններն են, որոնք չեն ավելացնում առողջության ցուցանիշների բարելավումը եւ գուցե իներցիայով են մնացել։ Գիտեք, այդ ուժն էլ կա։ Մենք շատ բաներ փոխում ենք, բայց նախկինից մնացած որոշ գործառույթներ, սովորություններ, դրանք շատ դժվար են վերանում։ Այստեղ շատ անելիք ունենք աշխատանք եւ մեր իհարկե առաջիկա պլաններն են բարելավելու, ուղղելու, ավելի մարդակենտրոն դարձնելու համակարգը եւ վստահաբար մեր քաղաքացիների փորձառությունը առաջիկայում շատ ավելի պիտի բարելավի այս առումով։ Շնորհակալ եմ։